Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն։ Օր հունվարի 9։ Աղավնին ու տատրակը։ Աստված աջակցեց ինձ բոլոր դժվարություններիս ընթացքում, բացահայտելով Դավիթ թագավորի գաղտնի հույսը, սակայն իր կյանքի մի պահում սաղմոսերքուն ողբալով և բողոքելով զարմացավ, թե ինչու է Աստված բարկացած իր վրա, նա Աստծուն կանչեց. «Հանիր ձեռքդ ծոցիցդ, կորցրու նրանց»։ Սաղմոս 74-րդ գլուխ 11-րդ խոսք։ Սաղմոսերքուն զգում էր, որ Աստծո թշնամիները գերակշռում են, հուսահատված նա աղոթում էր. «Քո տատրակի անձը մի մատնիր գազանին»։ Խոսք 19-րդ։ Ինչպես սաղմոսերքուն, իմ ամենամռայլ պահերին ես ուժ էի ստանում ինձ նրա սիրելի տատրակը համարելուց, ապավինելով նրա խոստումին պաշտպանել ինձ չարագործների որոգայթներից։ Ինչպես տատրակը, մենք կարոտում ենք մեր սիրելի Փրկչի ներկայությանը։ Ես պատկերացնում եմ Քրիստոսին, որ գալիս է ինձ մոտ աղավնու կերպարանքով, իր Սուրբ Հոգով, բացահայտելով իր անսպառ սերն ու հոգատարությունը իմ հանդեպ։ Որքան անբացատրելի է, որ այդքան մեծ ու վեհ Աստված խոնարհվեց հոգ տանելու իմ կարիքների մասին, ինչպես աղավնին։ Մի՞թե նա ինքը աղավնու տեսքով չիջավ Քրիստոսի վրա մկրտության ժամանակ։ Սիրելի Աստծո զավակ, դժվար ժամանակների միջով ես անցնում, տունդ տառապանքով է լցվել, շփոթվել ես այդ ամենի լրջության մեջ։ Հիշիր, որ դու Տիրոջ փոքրիկ տատրակն ես, և նա երբեք քեզ չի մատնի չարին։ Նա կազատի քեզ թշնամու յուրաքանչյուր թակարդից և ցույց կտա, թե որքան մոտ է քեզ քո կարիքի ժամին։ Նա քո կողքին է ամբողջ ժամանակ և ինչպես աղավնին, նրբորեն կիսվում է քեզ հետ իր քաղցր սիրով։ Ճնճղուկը ընկնում է գետնին, բայց տատրակը չի ընկնում։ Այն պահվում է Աստծո ձեռքերում, Հոր սիրո անվտանգության և վստահության մեջ։ Եվ ամենակարևորը, Տերը կազատի մեզ մեր դժվարություններից և կհայտնի մեզ իր հավերժական հավատարմությունը։ Մենք կհաղթահարենք ամեն ինչ լիակատար խաղաղությամբ և վստահելով միայն նրա զորությանն ու սիրուն։